Ոսկետափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցում այսօր վաղարավոտից լարված իրավիճակ է։ Այստեղ առավոտյան այցելել են բնակավայրի վարչական ղեկավարն ու եկեղեցին կառուցած բարերարը եւ այստեղ ծառայություն իրականացնող հոգեվոր հովին պահանջել են, որ եկեղեցու բանալիները հանձնի իրենց եւ դուրս գա տարածքից։ Առավոտյան վարչական ղեկավարը եւ եկեղեցու բարերարը միասին մի քանի հոգու հետ եկան հանդիպեցին, հովատանը նստած էին, եկան, սկզբից հանգիստ խոսեցինք, իրենց տեսակետը առաջարկը հետևյալն էր, խաղաղությամբ հանձնել եկեղեցու բանալիներն իրենց, քանի որ եկեղեցու բարերարը ինքն է, եկեղեցին իրեն է պատկանում, ասում է ինձ թուղթ ցույց տուր, որ եկեղեցին ձերն է, ասում եմ հողը մայրաթորին է պատկանում, սեփականության իրավունքը։ Հետևաբար ինչը որ հողի վրա կառուցված է, ուրեմն եկեղեցումն է։ Ասում է չէ, եկեղեցու բանալիները պիտի հանձնես ինձ։ Մենք վաղը մարդ կբերենք, այստեղ պատարակ կանի։ Բնականաբար ես ասեցի, որ ես եկեղեցու բանալիները չեմ հանձնելու։ Ինձ հանձնված հոգևոր դիրքը եկեղեցին ես չեմ հանձնելու։ Այդ նույնն է, որ վաղը մեկը գա, որևէ մեկի տուն մտնի, ասի ես ինչ օգնություն եմ արել քեզ, քո տան վերանորոգման, կառուցման համար, դրա համար պիտի քո տունը տաս ինձ, ես եմ բարերարը։ Այստեղ ծառայություն իրականացնող Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը շաբաթասկզբին հայտարարել էր, որ միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հոգեվորականների նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարել էր, որ հրաժարվում է իր այդ որոշումից։ Այսօր Քահանան ասաց, որ իր կարծիքով իրեն եկեղեցուց հանելու քայլը հենց իր այդ որոշմամբ է պայմանավորված։ Նրա կարծիքով, եթե ինքը չմտափոխվեր իրեն եկեղեցուց հանելու հարցով, վարչական շրջանի ղեկավարը եկեղեցի չէր այցելի։ Ընդամենը մի ամիս առաջ լրիվ ուրիշ վերաբերմունք էր այդ մարդկանց հետ, ուրիշ մոտեցում էր։ Իրենք գոհ էին, եկեղեցուց, գնալուց, գալուց, ասում են իրաք երբ տեղ չի լինում, ինչ փոխվեց։ Վերջը Չեք կարծում ինչ փոխվեց։ Կարծիքս շատ լայն կարա լինի, բայց ես արդեն ինչպես նշեցի խոսքիս մեջ, հենց իմ հայտարարությունից է բխում այդ փոփոխությունը։ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը ծառայում է Մասյացոտնի թեմում, որը վերջերս հայտնվել էր Մայրաթորի եւ եկեղեցու մեջտեղում։ Փաշինյանին միացած այս թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին ամենայն հայոց կաթողիկոսը պաշտոնանկ էր արել, հետո արդեն Գևորգ Սրբազանը դատի էր տվել Մայրաթորին եւ դատարանը որոշել էր նրան վերականգնել իր պաշտոնում։ Սրան զուգահեռ Մայրաթորը առաջնորդական տեղապահ է նշանակել հայ Ռուբեն Զարգարյանին, որը սակայն թեմի առաջնորդարան չի կարող մտնել, այնտեղ ոստիկանական հսկողություն է։ Այս օրերին թեմի քահանաները նաև պատմում են, որ տեղական իշխանությունները քահանաների հետ զրույցներ են իրականացնում եւ հորդորում միանալ Փաշինյանի օրակարգին։ Այստեղ ծառայող քահանայի կարծիքով այսօրվա այցը եւս բացառապես համայնքի ղեկավարի եւ բարերարի որոշումը չէ։ Երբ որ տեսան անդրդվելու եմ, արդեն մի փոքր տոնը բարձրացավ, խոսակցության մեջ անհարիր բառեր, բառապաշար, եւ երբ որ սարկավակին խնդրեցի, որպեսզի տեսա ձայնագրի այս ամեն ինչը, անմիջապես տարածքից դուրս եկան, խոստանալով, որ կվերադառնան եւ զամոկները կփոխեն։ Որացում եք անհարիր բառեր եւ տոնայնության փոփոխություն ում կողմից էր, ինչ էին ասում։ Բարերարի կողմից։ Միայն բարերարի կողմից։ Ում հասցեին ուղղված վիրավորանքները։ Եկեղեցում ծառայողների, չգիտեմ, ինչ որ մեկ այդ ժամանակին դեպք էր եղել, դա էր հիշում։ Բարերարներ այդպես։ Այո։ Եվ ինքը համարում է, որ եկեղեցին իրենն է, եթե ինքն է ներդրում։ Որ այսքան բան երբ որ արել է ինքը, ես իրենց չեմ տարել, այսպես իրենց բարերոսեմ, իրենց պատիվ չեմ տվել։ Մի կտոր հաց չեմ կերցել իրենց։ Տեղի ունեցածին այսօր անդրադարձել է նաև Մասյացոտնի թեմը, այն որակելով անօրինական եւ այն թույլատրելի միջամտություն հայ առաքելական եկեղեցու գործերին, նույն որակումները հնչեցնում էր նաև այստեղ ծառայող քահանան, նա պնդեց, որ ինքը այստեղից հեռանալու մտադրություն չունի, ինչ քայլերի էլ դիմեն վարչական ղեկավարն ու բարերարը։ Ապօրինի հակօրինական այդ երկու բառի մեջ ամեն ինչ ներառված է, ես ինչ ասեմ։ Ուրիշ բառով։ Չեմ ուզում ավելի սեպ խրել մեր հասարակության մեջ։ Վերջը այս համայնքը
Երբ որ ես եկել եմ այստեղ, փորձել եմ կառուցել համայնքը ժողովրդին հավատացյալին աղոթքի եւ միասնության վրա։ Մի վայր է ստեղծել եկեղեցին, որտեղ անկախ քաղաքական հայացքներից, անկախ մարդկանց տեսակետներից մարդիկ իրակի պատարագ էին գալիս։ Եվ դրանով ուրախանում է, որ կար միտեղ այս համայնքում, որտեղ մարդիկ ամեն ինչ մի կողմ են դնում, համախմբում են Քրիստոսի շուրջը։ Մենք այսօր գյուղում փորձեցինք նաև գտնել վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանին, սակայն ՔՊԱ-ական պաշտոնյան ոչ զանգերին պատասխանեց, ոչ էլ համայնքապետարանի շենքում էր եւ հայտնի չէ արդյոք նրանք այսօր հետ կգան, ինչպես զգուշացրել են հեռանալուց առաջ քահանային, որևէ տեղեկություն այս պահին չկա։